Սա ամբողջ մարդկության պատմության մեջ ամենադաժան և սարսափելի գոյատևումներից մեկն է։ Վատ եղանակային պայմաններում օդաչուների ճակատագրական սխալի հետևանքով օդանավը բախվում է լեռներին ու կործանվում։ Սակայն ամենասարսափելին դեռ առջևում էր։ Ողջ մնացածները հայտնվում են մի անմարդաբնակ տեղում, որտեղ սառնամանիքը, վախը և անտանելի սովը նրանց ստիպում են գոյատևելու համար անել այն, ինչ երբևէ իրենց ամենադաժան երազում անգամ չէին պատկերացնի։ Եվ այսպես, 1972 թվական հոկտեմբեր ամիս, ուրբաթ 13, Ուրուգվայից տեղի ռեգբիի հավաքականը մեկնում է Չիլի մրցաշար անցկացնելու, ներսում 45 հոգի։ Նրանց մեջ են լինում երիտասարդ 19-ամյա Ռոբերտո Կանեսան և 22-ամյա Նանդո Պարադոն, ովքեր առանցքային դեր են կատարելու այս դաժան գոյատևման պատմության մեջ։ Այս մոդելի ինքնաթիռը օդ կարող է բարձրանալ մոտ 5500 մետր, սակայն Ուրուգվայի և Չիլիի միջև գտնվում են Անդայի լեռները, որի բարձրությունը տեղ-տեղ հասնում է 6000 մետր և ավելի։ Երթուղին նախատեսված է, որ օդաչուները պետք է շրջանցեն լեռնային հատվածը, բայց երբ օդանավը մոտենում է Անդայի լեռներին, եղանակը կտրուկ վատանում է, տեսանելիությունը գրեթե զրոյական, նավիգացիոն համակարգը չի աշխատում։ Օդաչուները, կարծելով, որ արդեն անցել են լեռնային հատվածը, սկսում են իջեցնել ինքնաթիռը, չիմանալով, որ գտնվում են բարձր լեռնային հատվածում, նրանք թույլ են տալիս մի ճակատագրական սխալ, որն անցնելու է պատմության էջերում։ Օդանավը բախվում է լեռներին և 2 կես լինում։ Առաջնամասը 400 կմ/ժ արագությամբ սահելով ձյան վրա բախվում է ձնակույտին և կանգ առնում։ Տեղում զոհվում է 12 հոգի։ Նրանք հայտնվում են մի սառցե ծուղակում։ Սկսվում է 72 օր գոյատևում սառցե դժոխքում։ Երբ օդանավը չժամանեց Չիլի, սկսվեց որոնման աշխատանքներ 3 երկրներ՝ Արգենտինա, Ուրուգվայ և Չիլիի մասնակցությամբ։ Ողջ մնացածները հուսով սպասում են, որ ուր որ է փրկարարները կգան։ Ժամեր անց նրանք տեսնում են փրկարարներին, բայց փրկարարները նրանց չեն նկատում։ Փնտրել մի փոքրիկ սպիտակ ինքնաթիռ այս ձնաշխարհի մեջ գրեթե անհնար է։ Այսպես անցնում է առաջին օրը։ Հաջորդ առավոտ ստացած վնասվածքներից մահանում են ևս 5 հոգի, ողջ մնում է 28 հոգի։ Օդի ջերմաստիճանը -10 է, երեկոյան էլ ավելի ցածր։ Նրանք ծարավ են, քաղցած են և մրսում են։ Ջրի խնդիրը լուծել այնքան էլ դժվար չէ, քանզի շուրջ բոլորը ձյուն է, կարող են հալեցնել և խմել, բայց սննդի հարցը լուրջ է։ Բացի այդ, 4000 մետր բարձրության վրա օդում թթվածնի քանակը բավական քիչ է։ Նման դեպքերում մարդու շնչառությունը արագանում է, որպեսզի լրացնի արյան մեջ թթվածնի պակասը, դրանով իսկ ծախսում թանկարժեք էներգիան։ Երիտասարդ Նանդո Պարադոն միայն 3-րդ օրն է ուշքի գալիս։ Նա անմիջապես հարցնում է իր մորից ու քրոջից, նրան ասում են, որ իր մայրը մահացել է, իսկ քույրը ծանր վիրավոր է։ Եվ 8-րդ օրը մահանում է նաև Նանդոյի քույրը։ Սովը դարձել էր անտանելի, նրանք այնպես են հյուծվել և թուլացել, որ հազիվ կարողանում են ոտքի կանգնել։ Եթե նրանք չընդունեն սպիտակուցային սնունդ, բոլորը սովամահ կլինեն։ Թթվածնի պակասից և ցրտից օրգանիզմը սովորականից շատ ավելի է էներգիա ծախսում։ Նրանք կանգնած են երբևէ ամենասարսափելի ու դաժան որոշման առաջ։ Սպիտակուցային սնունդ ստանալու միակ եզակի տարբերակը մնում է զոհվածների մարմինները։ Այլ տարբերակ նրանք չունեն։ Եթե ուզում են ապրել, ապա պետք է դա անեն։ Այլապես բոլորը սովամահ կլինեն։ Սկզբում շատերի համար դա անընդունելի էր։ Ամեն զոհված նրանց կամ բարեկամն էր, կամ հարազատը, կամ ընկերը։ Բայց հետո բոլորը հասկացան, ինչքան էլ որ դժվար և ծանր լինի, դա գոյատևելու միակ լուծումն է, և նրանք սկսում են ուտել զոհված ուղևորներին։ Մեկ շաբաթից ավել որոնումներից հետո փրկարարները վերադառնում են դատարկ։ Օդանավում եղած ռադիոյով նրանք լսում են ամենասարսափելին։ Որոնողական աշխատանքները դադարեցվել են,
եւ նրանց բոլորին համարում են զոհված։ Սա հոգեպես նրանց կոտրում է։ Երբ լսեցի, որ որոնման աշխատանքները դադարեցվել են, հասկացա, որ եթե մենք ինքներս ելք չգտնենք այս ձնաշխարհից, մենք բոլորս հենց այստեղ կմահանանք։ Երբ թվում էր, թե ավելի վատ լինել չէր կարող, 17-րդ օրը երեկոյան, երբ բոլորը քնած էին, հանկարծ լեռան վրայից մեծ ձնահոսքը իջնում է ուղիղ ինքնաթիռի վրա։ Վայրկյանների ընթացքում բոլորը հայտնվում են հաստ ձնաշերտի տակ, առանց օդի։ Մահանում է եւս 8 մարդ։ Բայց առավել սարսափելին դեռ առջևում էր։ Սնունդը, եթե իհարկե կարելի է դա այդպես անվանել, ավարտվում էր, փրկության հույսը նույնպես։ Սկսվում է նրանց կյանքի ամենադաժան պայքարը։ Հասկանալով, որ նրանց այլևս չեն որոնում, Նանդո Պարադոն եւ Ռոբերտո Կանեսան որոշում են գնալ օգնության ետևից, ինչ էլ որ դա արժենա։ Ժամանակն աշխատում էր իրենց դեմ։ Նրանք պետք է անցնեն այս անանցանելի մահաբեր լեռները եւ փորձեն օգնություն գտնեն, այլապես բոլորն այստեղ կզոհվեն։ Չնայած սառնամանիքին, հյուծվածությանը եւ ուժասպառությանը, խիզախությունն ու վճռականությունը նրանց ստիպում էր անել անհնարինը՝ դուրս գալ մարդկային հնարավորությունների սահմաններից ու դիմակայել բնության ահռելի ուժին։ Ամենավատն այն էր, որ նրանք նույնիսկ գաղափար չունեին, թե որտեղ են, ամեն ուղղություն նույնն էր թվում։ Մինչ ճանապարհ ընկնելը նրանք որոշեցին ուսումնասիրել շրջակայքը, փորձելով հասկանալ, թե որ ուղղությամբ կարող են շարժվել։ 47-րդ օրը երկար որոնումներից հետո նրանք հանկարծ գտնում են օդանավի յետնամասը։ Այնտեղ դեռևս պահպանվել են որոշ իրեր, բայց ամենակարևորը ներսում կար մարդկոց եւ կապի միջոց։ Մի ակնթարթում նրանց սրտերում հույսի շող անցավ։ Եթե նրանք կարողանան ճիշտ միացնել սարքերը եւ վերագործարկել կապի միջոցը, ապա կկարողանան ուղարկել ազդանշան եւ կփրկվեն։ Բայց չնայած բոլոր ջանքերին, նրանց այդպես էլ չհաջողվեց վերագործարկել կապը։ Ցավոք սրտի, մեզ չհաջողվեց գործարկել կապի միջոցը, մեզանից ոչ ոք չէր հասկանում էլեկտրականությունից։ Հիմա Նանդոն եւ Ռոբերտոն վերջնականապես գիտակցեցին, որ եթե նրանք ինքնուրույն չփորձեն ելք գտնել այս ձնաշխարհից, ապա մահը լինելու է անխուսափելի։ Նրանք օդանավի յետնամասից վերցնում են տաք հագուստներ եւ վերադառնում անձնակազմի մոտ։ Մինչ այդ մահանում է եւս 4 հոգի։ 61-րդ օրը դեկտեմբերի 12-ին Նանդոն եւ Ռոբերտոն պատրաստվում են ճանապարհ ընկնել, չիմանալով որ ուղղությամբ գնալ։ Նրանք գիտակցում են, որ այս ճանապարհորդությունը լինելու է մահացու վտանգավոր։ Մինչ ճանապարհ ընկնելը Նանդոն համարձակություն է գտնում իր մեջ եւ թողնում իր մոր եւ քրոջ մարմինները, որ մնացածները սովամահ չլինեն։ Այն կամքը, խիզախությունը, համարձակությունը, որը կար Նանդոյի մեջ, ես երբեք չէի տեսել։ Նա արեց անհնարինը եւ թողեց այստեղ ամենաթանկը՝ իր մորն ու քրոջը, որ մենք սովամահ չլինենք։ Ոչ ոք չի կարող պատկերացնել, թե ինչքան դժվար էր մեզ համար։ Նրանք իրենց հետ վերցնում են տաք հագուստներ, մարդկային սննդից, հրաժեշտ տալիս անձնակազմին եւ ճանապարհ ընկնում։ Ետդարձի ճանապարհ չի լինելու։ Ես ինքս ինձ ասացի, ավելի լավ է զոհվեմ պայքարելով, քան այստեղ նստած, եւ ես ու Ռոբերտոն հուսով ճանապարհ ընկանք։ Մարդը պետք է մեր տեղը լինի, որ հասկանա, թե ինչերի միջով մենք անցանք, ինչքան դժվար էր մեզ համար ամեն ինչ։ Սկզբում նրանք կարծում են, որ եթե բարձրանան լեռը, կտեսնեն քաղաքը։ 3 օր մեծ ջանքերից հետո, ֆիզիկապես հոգնած եւ հյուծված վիճակով, նրանք մի կերպ կարողանում են բարձրանալ 5000 մետր բարձրություն ունեցող լեռը։ Բայց այն, ինչ նրանք տեսնում են, դա միայն ձնով պատված լեռներ էր, ուրիշ ոչինչ։ Չկար ոչ մի մարդկային նշույլ։ Նրանք կարծում էին, որ գտնվում են Չիլիի քաղաքներից մեկի մոտակայքում, բայց իրականում նրանք ծուղակում են եւ գտնվում են լեռների մեջտեղում։ Ետդարձի ճանապարհ այլևս չկա, բայց Նանդոյի եւ Ռոբերտոյի մեջ ապրելու ցանկությունը շատ մեծ է։ Նույնիսկ այս հուսահատության պահին նրանք որոշեցին չհանձնվել եւ գնալ մինչեւ վերջ։ Նրանք պետք է անեն մարդկային ուժերից վերը։ 10 օր նրանք անցնում են ավելի քան 70 կիլոմետր,
Ես եւ Ռոբերտոն այնպես էինք հոգնել եւ հյուծվել, որ արդեն տեսիլքներ էր երևում մեր աչքին։ Մենք չէինք պատրաստվում ետ վերադառնալ։ Ետ վերադարձը դա կլիներ բոլորի համար երաշխավորված մահ։ Երբ թվում էր, որ ամեն ինչ անհույս է, հանկարծ նրանք նկատում են գետի մյուս կողմում մի տղամարդու ձիհեցնելուց։ Սկզբում ինձ թվում էր, թե դա հալյուցինացիա է։ Մենք չէինք հավատում մեր տեսածին, բայց հետո մենք լսեցինք ձիու ձայնը եւ հասկացանք, որ սա իրականություն է։ Ռոբերտոն վազելով գնում է, բղավում եւ այդ մարդը կանգ է առնում։ Այդ մարդը արդեն գնում էր, բայց վերջի վերջո իմ ձայնը նա լսեց եւ կանգ առավ, եւ ես ասացի, որ մենք փրկված ենք։ Գետի բարձր խշխշոցից նրանք միմյանց չեն լսում։ Այդ մարդը իր մոտ եղած թուղթն ու գրիչը կապում է քարին եւ նետում նրանց։ Երբ ես տեսա նրանց, զարմացա, քանի որ սովորաբար այստեղ մարդ չի լինում։ Երբ կարդացի նրանց գրած նամակը, ես ուղղակի ապշած էի, թե ինչպես են նրանք ողջ մնացել։ Մի քանի ժամ անց ժամանում են փրկարարները եւ մեծ թվով լրագրողներ։ Նանդոն ասում է, որ բացի իրենցից այնտեղ ողջ են նաև 14 հոգի։ Բոլորը զարմացած էին, թե ինչպես է նրանց հաջողվել ողջ մնալ։ Մենք լրագրողների բոլոր հարցերին պատասխանեցինք, բայց ամենակարևոր հարցը, թե ինչ ենք կերել, այդ հարցին մենք ուղղակի չպատասխանեցինք։ Հաջորդ օրը, մինչ ուղևորվելը մնացածի մոտ, փրկարարները Նանդոին իրենց հետ վերցնում են, որպեսզի ցույց տա այն տեղը, որտեղով նրանք մի քանի անգամ անցել եւ չեն նկատել իրենց։ Երբ փրկարարները գալիս են վթարի վայր, ընդամենը 150 մետրից են տեսնում նրանց, ահա թե ինչու նրանք չէին նկատել։ 45 հոգուց ողջ է մնում ընդամենը 16 մարդ։ Նանդոն, ով 3 օր անց ուշքի եկավ, կորցնելով մորն ու քրոջը, կարողացավ ուժ գտնել իր մեջ եւ անել անհնարինը։ Նա արեց մարդկային ուժերից վերը։ Անդայ լեռներում 72 օր տևած անհավանական պայքարից հետո նրանց պատմությունը դարձավ մարդկային տոկունության, ուժի ու կամքի խորհրդանիշ։ Նանդո Պարադոն եւ Ռոբերտո Կանեսան չհանձնվեցին։ Նրանք հաղթահարեցին անհնարինը եւ իրենց կյանքի գնով փրկեցին իրենց ընկերներին։ Նրանք ապացուցեցին, որ նույնիսկ մահվան եզրին մարդն ունակ է պայքարելու եւ ապրելու, նույնիսկ երբ հույսը գրեթե մարում է։ Նրանք կորցրին շատ սիրելիներ, տեսան ամենաաներևակայելի սարսափը, բայց չհանձնվեցին։ Բարեկամներ, շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք ցտեսություն։